թե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ ավելի տարբերվում են նախորդ շրջանից։ Կա ինչ-որ բան, որ տարբերվում է այս փուլում եւ ինչ-որ ազդակներ կան արդեն, որ ըստ ձեզ կարող են ինչ-որ իրավիճակի հանգեցնել։ Ուրեմն ընդամենը մեկ շաբաթ հետո ընտրություններից բոլոր այն ընկերությունները կամ գրեթե բոլոր, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, զինված այսպես հարկայինը իր չգիտեմ որ սորաբաժանումն է այն զենքերով, բաներով այսպես մտել են ամենտեղ ընտրություններից հետո, միանգամից հետո, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ հետո, ես մի քանի օրի բարբերականությամբ, այս տարի ընտրություններից հետո, ամենտեղ, նույնիսկ կնոջը Սիրուշոյի խանութները, 4 խանութ կա Երևանում, իր գրասենյակը, վարպետների մոտ, չէ, պեկը իր ոչ ստորաբաժանումն է այդ ֆորմաներով, բաներով, հա, առանց դիմակի, բայց բաներով, այսպես ամբողջ հանդերձանքով, հա, համազգեստով։ Ոչ մի բան չեն կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում, ասենք Անորոգել կար, չէ, այդ բան ռեկետը։ Միգուցե, չէ, ռեկետի մասին չէր ես խոսքը ասում, մտել են ստուգման, ռեկետը ձեր ասած հաջորդ քայլը կարող է լինել։ Բայց կավարտեք ստուգումներ են արել, հա, Տեսեք, մենք դեռ բան չունենք, այսինքն չգիտենք դրա արդյունքը ինչա լինելու։ Մտել են, ինչ որ տեղեր համակարգիչ են արգրավել կամ եթե ինֆորմացիան են վերցրել, այսպես ավելի աչք վախացնելու գործողություն ա եղել, հիմա թող գնան ստուգեն մնացած։ Անելը քաղաքական Ինչ խաչ։ բայց բացի այդ Ռեգոմեշի այդ խանութրայից այդ մեծ խաչը հանելը նաև դուք քաղաքական մասով եք պայմանավորում։ Գիտեք, առնվազն հարց է առաջացնում, որ երբ որ գիտեք, ի տարբերություն իրենց ես չեմ կարողանում ինչ որ պնդում անել, երբ որ ես դա չգիտեմ, հա, փաստավորված, բայց առնվազն հարց է առաջանում, որ եթե նման նույն ձևով դրված եղել են ուրիշ զարդեր, որոնք խաչ չեն եղել, մի քանի հատ այդպես եղել է, ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել, այդ չափսի, այո, ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել, ու խաչի դեպքում ա եղել, ինչ որ հարց առաջանում է, էլի։ Պարոն հաշվի առնելով 4-օրյա այս ԱԺ-ի աշխատանքը դուք կարող եք ասել, որ ձեր խմբակցությունը հետևում է Ռուբինյանի հորդորին եւ բարեկրթություն է փորձում ապահովել, քանի որ ինչ-որ լուրջ միջադեպեր չեն արձանագրվել եւ ինչ եք կարծում կշարունակի Բարեկիրթ պետք է լինել անկախ ամեն ինչից։ Իսկապես անկախ ամեն ինչից պետք է փորձել լինել բարեկիրթ։ Տեղ կա իհարկե կարող են արդերը տեղի տան, տեղ կա կարող է ինչ որ չափ մարդ անցնի նաև, բայց բարեկիրթ կարծում ամեն դեպքում պետք է փորձել լինել, անկախ նրանից իմիջիայլոց թե ազգային ժողովի դահլիճում ես գտնվում դրանից դուրս, թե սրճարանում, թե Facebook-ում ինչ որ գրառումներ անելուց։ Պարոն Քոչարյան, լսեցիք Անդրանիկ Քոչարյանի ելույթը ամբիոնից, ձեր հորն էր անդրադարձել, նշելով, որ Լևոն Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց, որպեսզի խաղաղության հարցը լուծի, բայց նա լուծեց իշխանության հարցը։ Դե ճիշտ չէ, իր մեկնաբանությունն է, իր պատկերացումն է, սա ինչ որ փաստական տվյալ չի հայտնել, ես կարող եմ միանշանակ ասել, որ 97 թվականին, հա, վարչապետ գալով այստեղ ընդհանրապես խոսք չի գնացել, ընդհանրապես նպատակ չի եղել ու պատկերացում չի եղել, որ հնարավոր է իշխանություն փոխվի, այսինքն իհարկե միանշանակ նպատակը դա չի եղել։ Հետո Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների պատճառով այն եղավ, ինչ եղավ, բայց միգուցե ես ելույթ ունեմ այսօր, միգուցե ավելի բան անդրադառնամ։ Գիտեք, այստեղ էլ է այլ հարց։ Մի կողմից են որ բաներ են ասում, որոնք ճիշտ չեն, ուզում ես անդրադառնալ։ Մյուս կողմից ասում ես, լավ, մեր ժողովուրդը պիտի նստի էլի նայի, չգիտեմ, 96 թվին ինչ ա եղել։ Այ իմ մոտ անկեղծ էսպես երկընտրանքի հարց կա, այսինքն թողնես այդ իր ասած սուտը շարունակի մնալ, թե գնաս ու այդ ամբիոնից կանգնես, խոսաս 96 թվից, 97 թվից, չգիտեմ։ Մարումը Խորհրդարանը ԱԺ փոխնախագահ է ընտրելու, դուք ձեր խմբակցությունը ինչ որոշում ունեք եւ եթե Վահագն Ալեքսանյանը լինի փոխնախագահներից մեկը, դա ինչպես է անդրադառնալու մթնոլորտի որոշումների վրա։ Գիտեք, նախ մեր որոշման մասին մենք տեղակ կպայենք ինչպես ենք մասնակցելու, չեմ կարծում որ տարբերվելու է նախկին որոշումներից, այս քանի օրվա նմանատիպ որոշումներից, ես չեմ կարծում որ դա կարող է լավ անդրադառնալ։ Գիտեք, մարդը կոնկրետ հարց եմ տալիս, ասում, սենց սուտ բան ես ասել։
Լավ, ինչի ես ասել կամ որտեղից։ Ու սրան հակադարձում դե բոլորն են ասում դրա համար մի հատ եկամ ծիծաղով որ դա այդպես է եղել։ Բոլորը կարող են սխալվել, հատկապես մեր հետ կապված նաև շատ տարբեր սուտ խոսակցություններ կա։ Երևի սա էլ է նորմալ որ կա, եթե այդ դիրքում ես եղել, այդ պաշտոնին ես եղել, այս խոսակցությունները շատ կարող են լինել։ Բայց երբ որ քեզ ասում են որ ընկեր սուտ է, նման բան չի եղել, չկա ոչ մի փաստական տվյալ, չկա, ու ասում ես ինքը շարունակում է այսպես իր զորբայությամբ առաջ տանել, ասել չէ, այդպես է եղել, որովհետև ու փաստարկն էլ այնա որ բոլորը դա գիտեն։ Չգիտեմ, չեմ կարծում որ պետք է բան Քոչարյան համաձայնվեիք այդ զրոյական կետին եւ առաջարկեիք նաեւ ձեր պայմանը, որ ասենք օրինակ չպետք է անդրադարձ լինի նաեւ այն թեմաներին, ինչա հիմա անընդհատ ասվում է թալան է եղել, կոռուպցիա է եղել, աղքատեկել, հարստացել են, գուցե դուք էլ իրենց այդ զրոյական կետին մի պայման էլ ավելացնեիք, այդ թեմաները փակվեն, որ առողջ մթնոլորտ ունենային խորհրդանում։ Գիտեք, հատկապես այդ ասելուց հետո, այդ առաջարկը հնչեցնելուց հետո այնպես չի որ մենք ասել ենք, չէ, մենք չենք համաձայնվում, բայց մենք ասել ենք որ նա եկեք հասկանաք, նույն այդ բարեկրթությունը ո՞նց է որոշում, որտեղ օրինակ իմ համար միայն այստեղ դահլիճում չի բարեկրթությունը։ Եթե մարդ Facebook-ում ամենավերջին լկտիությունն է գրում, սուտն է տարածում, հետո գալիս է այստեղ, շատ դժվար է այդ մարդու հետ բարեկիրթնել։ Շատ դժվար է, այսինքն առաջինը հենց ձեր ասածը, կարծում իրենք են խախտել, հետ գնալով էլի մնացածը, հենց ծեծված նույն սկավառակը պատասնելով ու մինչև մայր նույնն են անում։ Իսկ այդ շիշ շպրտելը բռունցքներով, ոտքերով իրար հարվածելը ինչ է կարծում կտեղափոխվի այս գումարում, հաշվի առնելով այս նոր գումարման այս սկզբնական փուլը։ Տեսեք, հույս ունեմ, որ չէ, չի լինի նման բան, բայց չգիտեմ, ամեն ինչ էլ կարող է լինել իհարկե։ Կանիծեք, ինչպես Սարիկ Մինասյանն ասում է, չեմ հայհոյի, բայց կանիծեք։ Չէ, անիծելը իմ բանի մեջ չկա, այսպես ոչ բառապաշարի մեջ չկա, ոչ։